Երկրի վարչապետը վերջերս նյարդային է դարձել Արցախի կնոջ դեպքը մետրոյում։ Շատ վատ զգացի ես ինձ։ Ես շատ ծանր տարա։ Մալադեց այդ աղջկան, ես եղել կարող ավելի ուրիշ ձև կոպտեի։ Ինքը հայրենասեր աղջիկ էր, մալադեց, շատ ճիշտ տարավ։ Ճիշտ պատասխան, որ արցախցիները փախած չեն։ Հակի ստիպված են թողել իրենց հայրենիքը, որպեսզի բռնաջնջումից խուսափեն։ Դա երկրորդ ցեղասպանություն էր։ Նախ ղեկավարը ինչ որ լինի իրավունք չունի ոչ մեկի հետ այդ տոնով խոսի։ Ղեկավարը պետք է իրան անես դրսևորյա, ես հիշում եմ Դեմիրճանին, երբ որ դուրս էր գալի ժողովուրդը լրիվ այնց հարգանքով, մեծարանքով էին վերաբերվում։ Նա ոչ մեկին ոչ վերավորում էր, ոչ էլ իրան էին վերաբերվում, ուղղակի իր պահվածքով ժողովրդի մեջ վայելում էր սեր ու հարգանք։ Մարդը ուզում է լինի վարչապետ, ուզում է լինի հարևան, եթե իրան ցինիկ է պահում, նա ոչ մեկը չի հարգում, անգամ տան անդամները։ Ինքը ուրիշ ձև իրան չի կարա պահի, որտեղ ինքը դաստիարակություն եւ հասկացողություն ոնց կարելի է շփվել մարդկանց հետ նամանալ նշանակություն չունի, դա արցախցի հերոսի աղջիկ է, թոր եւ այլն, դա չի կարեւորը, կարեւորը նա երբ որ իր նյարդային համակարգը իրան չի ներում իրան նորմալ պահել, նա դուրս է պրծնում իր ռամկեքից, աննորմալ երևում։ Երբեմն ասում վարչապետ, որպես հայ տղամարդիկ իրավունք ուներ։ Ոչ մեկը իրավունք չունի նման խոսա մանավանդ, որ ինքը վարչապետ է, ինքը պետք է օրինակ ծառայի։ Ոչ վարչապետ իրավունք ուներ, ոչ երկրի ղեկավար իրավունք ուներ, ոչ որևէ մի իրավասություն ուներ Արցախից տարահանված հայ կնոջը եւ ընդհանրապես հայ կնոջ վերաբերյալ նա իրավունք չունի։ Կինը օժտված է մի շնորհով, որ Աստված է նրան ստեղծել, որպեսզի արարի, որպեսզի ժողովրդին ծառայի։ Հիմա ինքը կանգնել է կնոջը, մայր կնոջը վիրավորում է։